По-армянски каш. Вот на таких камнях и возник поселок Каракерт, что в переводе «созданный из камня». В тысячелетней истории Армении он занимает скромное место. Ведь Каракерту всего 19 лет. Он юн, этот поселок, но армянский труженик древен, как солнце над ним, как земля, горы. И не ровесники они, Каракерт, каракертцы, камни. О чем вспоминают наши деды и прадеды? О чем спорят? И о чем молчат? Мышеси Джазо, Данелян Хайк, Сасунси Саркис, Керыш Мавон. О жизни и о земле Сасунской, о Каракерте, о новых домах и старых семьях, о вчерашних, сегодняшних, завтрашних проблемах, о винограде и, разумеется, о детях. Галус Тоноян болен, старость. Он первым пришел сюда, в Каракерт, и не было тогда ни одного деревца, чтобы укрыться от солнца. Выделили Тонояну 16 соток камней, и он начал строиться. Под каменистой лавой на глубине 4 метров была земля. Можно было, конечно, взорвать эту лаву, но камень был нужен для постройки дома. 12 тысяч камней вытесал Галус Тоноян с сыном Суреном и построил дом, и посадил сад, и назвал деревья именами сыновей и невест, внуков и внучек. Сын Сурен и невеста Аракся. Внуки и внучки Геворг и Сусанна, Макартыч, Осанна, Алекназан, Рузанна, Гагик, Альберт и Люсик, Араик, Тигран, Сатеник, Марине. Лет назад с разных мест, словно сговорясь, покинули высокогорные села будущие каракертцы. Спустились на равнину, куда пришла вода, и начали выкорчевывать вручную камни, взрывать лаву и в воронки сажать деревья. Сегодняшнее богатство каракертцев — 4000 отвоеванных у камней гектаров и один из самых высоких урожаев винограда в Армении.
Каракерт создан на камнях. И в тысячелетней истории народа он занимает скромное место. Он юн, этот поселок, но армянский труженик дерзновенен. В мечтах и буднях он сворачивает горы и создает новый эпос о земле Сосунской. Այս թվին էր, որ դուք հիշեք պատերազմը սկսվել էր, այս հաստատաները շախտվելի, բանկը արդեն որքանոցներին լճվել, մեր տուն մեջ ճաշարան էր մեր զալը, 18 թվին էր, 60 էր աղում։ Խաչիչուրը կցելուս ուղուց մեկ, բանի, քինարուտակին երկել ենք, երկ մետելի ժամին երկել։ Միտսչի հաղ, չէ, միտսչի։ 45-ին է, լեհական հավանում, ինչան է, սարդադես, տնից կդրված, կովկասյան լերներից միջև ստեղեկած, իմացա մի աղջկա մասին, դրանց տան երեխայից։ Նայեց ասի, բանինկա, կուզես ես քու բախտը պասանեմ։
թևը բռնեցի, թզով չափեցի, ձերքի մեջ նայեցի, ասի դու արտիստկա ես ուզում լինել, դու մի հարուստ փեսացու ես սպասում, բայց քու բախտը չի պանում, դա զարմացած քրոջն ասեց, ռուս սալդադը ինչքան է ճիշտ ասում, կարծես մեր տանը եղած լինի, աչքս ընկավ ոտքին, տեսնեմ ինչ-որ բնդով կապացա, ասի, պանինկա, էդ ինչ հեղել ոտքդ, թե վերքա, ինձ մոտ կար սուլֆիդի, ես հրա վերքը լվանալուց հետո սուլֆիդինով պատեցի ու կապեցի, վերքը լավ ասան, և դրանք բոլորը մնացին զարմասան, այ մարդ, ռուսական զինվորը համ լավ կռվում է, համ լավ բախտապացանը, համ էլ լավ վերքա բուժում, ասի այո, մենք ամեն ինչի ընդունակ մարդիկ ենք, բայց ես հայ եմ և նրանց քարտեզի վրա ցույց տվի մեր Կովկասը, Հայաստանը ու իմ ծննդավայր աշտարակը։ Ես էլ եմ այստեղ ծնվել, իմ ծնած տեղն էլ աշտարակն է։ Ծնվել եմ հենց այս նույն նշանավոր գոթողի Մորնուսով Գևորգի ուխտի օրը, բայց ինչու միայն ես։ Ծնած տեղս աշտարակ, գրում էր Ղրիմում ծնված Գևորգ Դոդոխյանը։ Ծնած տեղս աշտարակ, երգում են այսօր ոչ միայն Հայաստանում, այլև Բեյրութում ու Թեհրանում, Կահիրեում ու Լոնդոնում, Փարիզում ու Նյու Յորքում ապրող հայերը, թեև նրանցից ոչ մեկն աշտարակում չի ծնվել։ Տեսնես ինչեր է հիշում և ինչի մասին է մտածում այս աշտարակցի պարաղ կինը։ Քանի պատերազմ, ասպատակություն, գաղթ ու փորձանք է տեսել այս հողը։ Գիտեք, թե ինչ քարի վրա են այս միսը ջարդում։ Գիտեք, թե ով է թաղված այս քարի տակ։ Ասեմ, չեք հավատա։ Բյուզանդական դաշան կայսր Մորիկը, որն ուզում էր պարսկական սալի վրա բյուզանդական կացնով գլխատել մեր ժողովրդին։ Թող հայոց հողն իր մեղքերի պես ծանր լինի նրա վրա։ Իսկ այս մահարձանից երկու քայլ այն կողմ բարին է, ազնիվը, անմահը։ Պեսրոպ Մաշտոցի գերեզմանն է, որին հայերն ուխտի են գալիս աշխարհի բոլոր ծայրերից։ Այսօրվա ուխտավոր աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանն է։ Կանցներ երբևէ Մեսրոպ Մաշտոցի մտքով, թե իր մեծ ժառանգն այսօր պիտի ապրի հեռավոր Ամերիկայում և իր գրքերը գրի անգլերեն լեզվով։ Բայց սպասեք։ Ամենեն ահագին արժեքն, որ ես ունիմ իբր անց, իբր գրող, հայալալն է։ Ծիծեռնակ, հայրմունի մաշտարակ։ Ինչպես, քո ծնած տեղն էլ աշտարակն է, Վիլյամ։ Ֆրեզնո քաղաքն էլ է հասել աշտարակից չված փոքրիկ ծիծեռնակը։ Աշտարակի շրջանում է գտնվում նաև բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որտեղ այսօր զրույց են անում մեր գիտության ու գրականության երկու պայծառ աստղերը՝ Վիկտոր Համբարձումյանը և Վիլյամ Սարոյանը։ Երբ հայրենիքից շատ ես հեռու, նրա ամեն մի հին սովորույթ հետաքրքիր ու գրավիչ է թվում։ Սա նույնպես սովորույթ է, ազնիվ ու իմաստուն սովորույթի վավանդություն։
Երբ մեկը հրաժեշտ է տալիս աշխարհին, գյուղի բոլոր տղամարդիկ, որոնք ձեռք-ձեռքի տված ապրել ու աշխատել, տխրել եւ ուրախացել են հանգուցալի հետ, սեղմում են նրա հարազատների ձեռքը, մխիթարում ու հուսադրում, թե մի հուսալքվի, այս ձեռքերը ձեզ հետ են, ձեզ համար ու ձեր կողքին։ Ողորմի ձեզ, մեր աշտարակցի չարքաշ ու արդար նախնիներ, հարազատներ ու ընկերներ։ Աշտարակի գերեզմանոցը։ Այստեղ է թաղված Ներսես աշտարակեցու հայրը, այն Ներսեսի, որի կոչով ամբողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց ռուսների հետ մեկտեղ Հայաստանը Պարսից լճից ազատելու համար։ Ներսեսի հայրը մահանալիս պատվիրել էր, որ որդին չհամարձակվի մոտենալ իր գերեզմանին, քանի դեռ չեն իրագործվել հայ ժողովրդի իղձերը։ Հենց այս խաչքարի մոտ էր, որ Ներսես աշտարակեցին գոհաբանական աղոթ կարեց, երբ 1827 թվականին ռուսական զորքն աշտարակ էր մտնում։ Մովսարիր, մանկությունը սետը պերեք, ծագների ծովսարիր, մանկությունը սետ պերեք, ծագների ծովսարիր, լայ 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 տալայ լայ 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 տալայ լայ 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 Մոսարեր, մանկությունը սետ պերեք, ծագների ծով։ Նկատեցիք, թե ինչպես էր այս պարարկինը նայում մանկությունս ետ բերեք երկու աշտարակցում։ Երևի մտքում ասում էր, սրան տեսեք, մանկությունը ետ բերեն, որ էլի վնաս քո միակ էշի կամ սայլի հույսին։ Հին է աշտարակը, մեր ժողովրդի չափ հին, իսկ այս առուն համեմատաբար նոր է, կառուցվել է ընդամենը 3000 տարի առաջ։ Մի քանի տարի հետո աշտարակի այս հին թաղը նույնպես անցյալ կդառնա եւ կմնա միայն կինոժապավենի վրա։ Դարեր էլ անցնեն, ժողովրդի սրտից չեն ջնջվի աշտարակի նշանավոր մարդկանց անունները, Ղազար Փարպեցուց սկսած մինչև Ներսես աշտարակեցին։ Աշտարակցի Պերճ Պրոշյանը մեր նոր գրականության ամենից ժողովրդական եւ համով հոտով գրողներից մեկն է, որն իր վետերում անմահացրել է հին աշտարակն իր խոսք ու զրույցով, նիստուկացով։ Սմբատ Շահազիս, ով չգիտի, ես լսեցի մի անուշ ձայն երգբանաստեղծությունը։ Հռչակավոր լեզվաբան Գրիգոր Ղափանցյանը նույնպես ծնվել է աշտարակում, թեև պատկանում է ամբողջ հայ ժողովրդին։ Բժիշկ Սիմոն Սաժումյան, ամբողջ 60 տարի նա ոտքով ման էր գալիս Հայաստանի գյուղերը, բուժում ու մխիթարում հիվանդներին։ Ում մտքով կանցներ, թե այս աշտարակիցի չարաջիջի երեխան, ծիծեռնակի բուն քանդող Նորիկը, պիտի դառնա նշանավոր տիեզերագետ կենսաբան Նորար Սիսակյան եւ աշտարակի փոքրիկ ծիծեռնակին տիեզեր կուղարկի։ Ով կմտածեր, թե Եղեռնի սև ձեռքով աշտարակի որփանոցն ընկած պատանի նվեր Սաֆարյանը կմեծանա, նշանավոր զորավար կդառնա եւ կհանի ֆաշիզմից իր ու իր ժողովրդի կրկնակի վրեժը։
նոր են վերադառնում Ռայստագի մոտ քոչարի պարած հայ զինվորները։ Ես լսեցի մի անուշ ձայն, մեր քասախի խշշոցն է։ Վերադառնում են նորից քարերի դեմ կռվելու եւ հին այգիների կողքին նոր այգիներ տնկելու Արագածի լանջին ու Արա լեռան փեշերին։ Վաղուց արդեն խաղաղ են աշտարակի այգիներն ու ձորերը, բայց դեռ խաղաղ չի աշխարհը։ Աշտարակի այսօրվա պաշտպանները երեկվա հաղթած զինվորների առնական, ուշիմ ու գեղեցիկ որդիներն ու թոռներն են։ Լավ, հերիք է, պատերազմը չեն գնում։ Եղած շղացը 2 տարի է, դուք ավելի շուտ նրանց հարսանիքի պատրաստությունը տեսեք։ Ֆրանսերեն երգ աշտարակում, իսկ ինչ էիք կարծում, ումից ենք պակաս։ Սրա բրիգադ գնացած Սոս պապին աշտարակի Տինոյի ոլորան թաղամասից է, իսկ Վարդիթեր տատիկը Ֆրանսիայի Լիոն քաղաքից, Գերի Պրոշյան, իսկի մտքովդ կանցներ։ Դժվար է ասել, թե ինչն է ավելի հին, աշտարակը, թե խաղողը։ Այս աշտարակցի պատանիները հավաքում են այն խաղողը, որի թուփն այստեղ երևի տնկել է Նոյ նահապետը Արարատի գագաթից իջնելուց անմիջապես հետո։ Չեք հավատում։ Հարցրեք ականատեսի Արվին, որը 3000 տարի է ինչ ջրում է այս այգիները։ Պրոշյանը նոր աշտարակում, այսպես է կոչվում այն պիեսը, որը բեմադրում է աշտարակի թատրոնում Հայաստանի ժողովրդական դերասան աշտարակցի Վաղինակ Մարգունին իր բեմի հին ընկերների հետ։ Այս մեկն արդեն չեղավ ընկեր Մարգունի։ Ով աշտարակցին էլ պիտի գինի խմելու համար փորձ անի, եւ դա նրա մշտական գործն է, եւ նա գինի է խմել դարերով։ Գինի է խմել, եւ ոգեշնչված այս վայրի քարերը դարձրել կարևորավոր ու մարինե, ու հանավանք ու սաղմոսավանք, զարմացրել նույնիսկ հավերժական Մասիս լեռանն իր հարատևման հրաշքով, եւ այս հողի վրա դրել իր ինքնության անջնջելի կնիքը։
աշտարակում ամեն քայլի իրար են ձլված ամենից հինն ու ամենից նորը, Հաղսի ու Եղվարդի 1500 տարեկան կոթողները եւ դեռ ընդամենը 15 տարեկան ռադիոֆիզիկայի ինստիտուտը, որն արդեն իր լազերային խորհրդավոր ցոլքն է գցել աշտարակի դարավոր կյանքի ու կենցաղի վրա։ Ուր ասես, որ չեն չվում, եւ որտեղ ասես, որ բուն չեն դնում աշտարակի ծիծեռնակները, բայց ուր էլ որ նրանք չվեն, մեր ժողովրդի զավակների նման վերադառնում են դեպի իրենց հայրենի հողը, ժողովուրդը, մայրենի լեզուն, գալիքի հավատն ու լույսը։